Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Տիկին Գևորգյան, քանի որ առջևում զբոսաշրջային ակտիվ սեզոնն է, հետաքրքիր է նոր ավիաուղիներ կան, որոնք մուտք են գործելու մեր շուկա, ինչ սպասենք։ Այո, օրեր առաջ ինձ մոտ էր դեսպանը, Լատվիայի դեսպանը, որի հետ մենք քննարկեցինք Air Baltic-ի մուտքը Հայաստան։ Շուտով, ինչպես մեր մայրիկները եւ տատիկներն էին ասում, Pribалтիկան նորից բացվում է Հայաստանի համար եւ ես շատ ուրախ եմ դրա այդ առիթով, որովհետեւ Ռիգան ինքը հանդիսանում է նաեւ զբոսաշրջային եւ ավիահաբ տարբեր եվրոպական երկրներ եւ հենց իրենց համար եւ այդ տարածաշրջանը շատ քիչ են գալիս Հայաստան, իսկ ուղիղ չվերթը եւ մաչելի գնով չվերթը կբերի նրան, որ մեր զբաղության երկրների զբոսաշրջիկներ կսկսեն ավելի շատ այցելել Հայաստան, ինչպես նաև հիմա բանակցվում է Չինաստանի հետ նոր ուղիղ ավիափոխադրումը, իմիջիայլոց Տիկին Խաչատրյանի չնայած չհարցրեց այս ուղղությունը, բայց հավելեմ, որ նախորդ տարի Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվն է կտրուկ աճել, 2024-ի 33,000-ի փոխարեն մենք ունենք 2025-ին 45,000, 12,000 աճ է, իսկ սա հաշվի առնելով, որ մենք ունենք Միջվերդ, Ուրումչի, որը ինդուստրիալ քաղաք է, բայց նկատվում է նաև ցամաքային անցակետերով, օրինակ Վրաստանից դեպի Հայաստան եկող չինացիների մուտքը, եւ եթե մենք ունենանք ուղիղ չվերթ Երևանից դեպի Չինաստանի այլ քաղաքներ նաև, մենք կարող ենք ասել, որ Վրաստանի հետ համատեղ կարող ենք տարածաշրջանային նոր տուրեր անել, ինչը Վրաստանը հաջողությամբ անում է Ադրբեջանի հետ, եւ մենք այստեղ տուժել ենք մինչեւ հիմա, բայց կկարողանանք նաեւ այս ոլորտում ցամաքային անցակետերով դեպի Հայաստան ներգրավել այն զբոսաշրջիկներին, օրինակ չինացիներին, ճապոնացիներին, որոնք տարածաշրջան հասնելու համար 8-9 ժամ թռնում են եւ սիրում են, երբ որ հասնում են տարածաշրջան, բացահայտել ամբողջ տարածաշրջանը, սա եւս մեկ ուրախալի նորություն է մեզ համար։ Եվ նաև ինձ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասով, նշեմ, որ շուտով Turkish Airlines-ն է գալիս Հայաստան, նրանք իրականացնում են այդպիսի չվերթ եւ ունեն այդ ներուժը, որպեսզի թռնեն Հայաստանից, դեռ չեմ կարող ասել իրենք ինչպես կվարվեն, բայց իրենց ներուժը շատ մեծ է եւ ինքնաթիռները եւ նրանք աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն են, որը կարող է հնարավորություն ստեղծել նաեւ Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի համար, ինչ է սա քննարկվում, որովհետեւ մենք ունենք տարածաշրջանում հարևան Իրան, որը կարող է ապահովել նաեւ այդ թռիչքներում բոլոր տոմսերի օրինակ 50 կամ 40%-ը դեպի Լոս Անջելես, որտեղ իրանցիները նույնպես ունեն մեծ սփյուռք Միացյալ Նահանգներում եւ սա մեր նոր եւ բանակցվող ուղղություններից մեկն է, որի մասին իհարկե չեմ կարող ասել թե մոտակա երբ կլինի, բայց նաեւ մեր ուշադրության կենտրոնում է գտնվում Երևան-Լոս Անջելես չվերթի մասին անդադար տարբեր ավիաընկերությունների հետ բանակցությունները։ Իսկ Air Baltic-ի ժամկետներ կա, երբ կմտնի։ Այո, եթե չեմ սխալվում, մայիս ամսից։ Մինչև մայիս ամիսը մարտի մեջ եւ կգան մեր գործընկերները, ապրիլին նախատեսում ենք մարքեթինգային արշավ սկսել Air Baltic-ի հետ եւ մայիսից կսկսվեն ուղիղ չվերթները, հունիսից կսկսվի Երևան-Ռիգա, հա։ Այո, Երևան-Ռիգան։ Հունիսից կսկսվի Երևան-Լոնդոն-Երևանը, սա նույնպես աննախադեպ է, որը մենք էլի 2 տարի բանակցությունների արդյունքում ունեցանք Լոնդոնի չվերթը, որը նույնպես սպասված է եւ դեպի Լոնդոն չվերթին ընդառաջ մենք նույնպես մեծ մարքեթինգային արշավ ենք իրականացրել, այսօրվա թեման ռազմավարությունն է, հուսով եմ մենք ապրիլին նույնպես առիթ կունենանք հանդիպելու եւ ես ձեզ արդեն կբերեմ պատրաստի այն մարքեթինգային արշավները,
որոնք մենք անելու ենք արդեն նշված այդ 3 ուղղություններին ընդառաջ, որպեսզի տվյալ երկրների զբոսաշրջիկները ավելի շատ իմանան Հայաստանի մասին։